շարունակել, լստով։ Բայց շարունակենք։ Կյանք, դու նայ, իսկ երկի տղաս բաղնի լովին, նայ թող բարձես հետ գնա ու շարունակել։ Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալում իրադարձությունները հասել են այն կետին, երբ ամեն ինչ կարող է փոխվել մի ակնթարթում։ Տարիներ շարունակ թաքցված գաղտնիքները, ստվերային խոսակցությունները, կիսատ մնացած ճշմարտությունները կամաց-կամաց դուրս են գալիս լույս աշխարհ, եւ հենց այս պահին պատմությունը հասնում է իր ամենասուր հանգուցալուծմանը։ Բոլորն են զգում, որ առաջիկա դրվագներում ինչ-որ մեծ պայթյուն է լինելու, բոլոր հերոսները գտնվում են հոգեբանական լարված վիճակում, բայց հատկապես Անգելինան, որն այս օրերին կանգնած է իր կյանքի ամենադժվար ընտրության առաջ։ Բոլորը գիտեն, Անգելինան միշտ եղել է զգայուն, նրբազգաց, բայց միևնույն ժամանակ հզոր ու վճռական բնավորությամբ աղջիկ։ Նա սովոր էր հավատալ մարդկանց, իսկ հատկապես Հենրիին։ Սակայն երբ Բետին հանկարծակի բացահայտում է մի բան, որից ամբողջ պատմությունը գլխիվայր է շրջվում, Անգելինան կորցնում է ոտքերի տակի հողը։ Բետին նրան ասում է, որ պետք է իր կենսաբանական ծնողների մասին Հենրիից հարցնի։ Այդ խոսքերից հետո Անգելինայի դեմքը փոխվում է, նրա մեջ մի պահ լռություն է, հետո վախ, հետո զայրույթ։ Նա չի հասկանում ինչ է ուզում ասել Բետին, ինչ մոր մասին է խոսքը, չէ՞ որ ինքը միշտ մտածել է, որ իր ծնողները, հատկապես Հենրիի խոսքից հետո, որ նրա կենսաբանական ծնողները մահացել են, հիմա կարծես ամբողջ կյանքը դառնում է կասկածելի, իսկ ամենամոտ մարդը Հենրին հանկարծ դառնում է անծանոթ, քանի որ իրեն խաբել է։ Հենրին նույնպես հայտնվելու է ծանր վիճակում, նա գիտի ամբողջ ճշմարտությունը, գիտի, թե ինչ գաղտնիք է թաքցվել տարիներ շարունակ, բայց հասկանում է, եթե հիմա բացահայտի ամենն, Անգելինան ներսից կկոտրվի, իսկ Աննան, իրենց մայրը, հավանաբար այլևս երբեք չի ների Միքայելին։ Նրա ներսում պայքար է, մի կողմից պարտքը ճշմարտության հանդեպ, մյուս կողմից վախը ընտանիքը չքանդելու, բայց նա լռում է։ Այդ լռությունն ավելի վտանգավոր է, քան ամենավատ խոսքերը։ Անգելինան զգում է, որ ինչ-որ բան կա, որ իրենից թաքցնում է, նրա աչքերը դառնում են կտրուկ, ձայնը սառը, նա որոշում է, ինքը պիտի լսի ամեն ինչ սեփական ականջներով, նա չի ուզում ենթադրություններ անել, չի ուզում խաբեություն, ու հենց այնպես էլ նա գնում է Հենրիի մոտ, պահանջելով պատասխաններ։ Հենրի, ես եկել եմ ճշմարտությունը լսելու ու չփորձես ինձ խաբել, ես գիտեմ, որ դու ինչ-որ բան գիտես իմ մասին, ով է իմ մայրը, խոսիր, հավանաբար այսպես է ասելու Անգելինան։ Հենրին քարանալու է, նրա աչքերի մեջ վախ, ցավ և մեղավորության զգացում կա։ Մի պահ նա հավանաբար փորձելու է խուսափել, շրջելու է հայացքը, բայց Անգելինան կանգնելու է նրա դեմ ավելի վճռական։ Ամեն ինչ կարծես կանգ է առնում, լռություն, մի քանի վայրկյան, բայց այդ վայրկյանները հավերժություն են թվում։ Հենրին մի պահ նայում է Անգելինային ու հասկանում, այլևս չի կարողանալու լռել։ Այս տարիների բեռը, բոլոր գաղտնիքները, բոլոր անքուն գիշերները հիմա պիտի բացահայտեն ճշմարտությունը։ Հավանաբար Հենրին Անգելինային ասելու է, որ Աննայի դուստրն է։ Անգելինան մի պահ չի հավատալու իր լսածին, այնուհետև գլուխը սկսում է պտտվել, նա շնչահեղձ է լինում, բոլոր տեսարանները մանկությունից, բոլոր դեմքերը, խոսքերը այժմ դառնում են անիմաստ։ Նա լուռ արտասվում է, հասկանալով, որ իր կյանքը մինչև այս պահը պարզապես խաղ էր ուրիշների ձեռքով գրված սցենարով։ Հենրին փորձում է մոտենալ, հանգստացնել նրան, բայց Անգելինան հետ է քաշվում։ Այս տեսարանը դառնալու է սերիալի ամենաուժեղ ու հուզիչ պահերից մեկը, հենց այստեղից էլ սկսվում է նոր փուլը, որտեղ Անգելինան այլևս նույնը չէ։ Նա որոշում է գնալ մինչև վերջ, բացահայտելու ոչ միայն իր ծնողների ճշմարտությունը, այլև բոլոր այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ խաբել են իրեն։ Սերիալի երկրպագուները գրեթե միաձայն նշում են, որ այս դրվագը կարող է դառնալ ամբողջ սեզոնի ամենաուժեղ հուզական գագաթնակետը։ Դիանա Գրիգորյանը կրկին ցույց է տալիս իր ձեռագրին հատուկ դրամատիզմն ու անկանխատեսելիությունը, խառնելով ընտանիքը, սերը, դավաճանությունն ու ցավը։ Այժմ հեռուստադիտողները սպասում են հաջորդ դրվագին, տեսնելու, թե ինչպես է Անգելինան դիմելու Աննային և արդյոք կհասնի այն պահին, երբ մայրը վերջապես կճանաչի իր իսկ աղջկան։ Մի բան հստակ է, վերջին զանգը մտել է իր ամենահուզիչ, ամենախորն ու ամենաանմոռանալի փուլը։
Իսկ քիչ առաջ հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ Աննան ու Հենրին խոսում են իրար հետ ու Աննան բավական ջղայնացած է։ Ինչ է պարզել Աննան և ինչպես է Հենրին արդարանալու, որ այսքան ժամանակ նրան խաբել է ու թաքցրել ճշմարտությունը։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև գրել ինչ եք կարծում, երբ է վերջապես Աննան բացահայտելու ճշմարտությունը և այդ բացահայտումից հետո ինչ է սպասվում հեռուստասերիալի մյուս մնացած կերպարների հետ։ Դե ինչ, գրեք ձեր կարծիքները, գրեք նաև, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ իմանալ։